Պուտին-Թրամփ հանդիպում չի լինելու։ Միացյալ Նահանգների նախագահը, որ դեռ անցյալ տարի նախագահական քարոզարշավի ժամանակ պարծենում էր, որ իրենից ընդամենը 24 ժամ կպահանջվի Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև պատերազմը դադարեցնելու համար, չեղյալ է հայտարարել Բուդապեշտում Դաշնության նախագահի հետ նախատեսված հանդիպումը։ Պատճառն ըստ Թրամփի դիվանագիտական ջանքերում առաջընթացի բացակայությունն է եւ զգացողությունը, որ ժամանակն անհաջող է ընտրված։ Չեղարկել ենք նախագահ Պուտինի հետ հանդիպումը։ Զգացողություն կար, որ դա սխալ է։ Ինձ թվաց անհրաժեշտ նպատակին չենք հասնի։ Թեկուզ Միացյալ Նահանգների նախագահը հիասթափվել է եւ կարծում է, որ բանակցությունները փակուղի են մտել, միևնույն ժամանակ նա վստահեցնում է, որ Վաշինգտոնը Մոսկվայի հետ երկխոսության պատոհանը չի փակել։ Թրամփի համար կարևոր է պահել ցանկացած հնարավորություն խաղաղության հասնելու համար, եթե այն իսկապես առաջընթացի դուր բացի։ Վլադիմիրի հետ բանակցությունները միշտ լավ են անցնում, բայց առաջ չեն գնում։ Իսկ պատերազմը երկու շատ ուժեղ կողմերի միջև շարունակվում է։ Մարդիկ մահանում են։ Սա երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ամենածանր պատերազմն է։ Պետք է կանգնեցնել։ Ամերիկագետ Սուրեն Սարգսյանը նշում է, որ հանդիպման հետաձգումը պարզապես դրվագային դադար է։ Կողմերը որոշել են կանգ առնել, քանի որ այս պահին խոսելու բան չկար։ Չեմ բացառում, որ Միացյալ Նահանգները ցանկանում է Ռուսաստանի հետ հարաբերություններ առանձնացնել ուկրաինական պատերազմից։ Իհարկե նման փորձ Թրամփի վարչակազմն անում է, որպեսզի կարողանա իր հարաբերությունները նաև Ռուսաստանի հետ կարգավորել, առանց դրանք պայմանավորելու իր հարաբերությունների հետ Եվրոպական միության հետ եւ Ուկրաինայի հետ։ Վլադիմիր Պուտինն ասել է, որ խոսքն ավելի շուտ հանդիպումը հետաձգելու, ոչ թե չեղյալ հայտարարելու մասին է։ Երկխոսությունը միշտ ավելի լավ է, քան ցանկացած բախում, ցանկացած վեճ կամ առավել եւս պատերազմ։ Ահա թե ինչու մենք միշտ կողմ ենք եղել եւ շարունակում ենք կողմ լինել երկխոսությանը։ Պուտինին բանակցությունների դաշտ բերելու համար Թրամփը խստացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, սակայն Մոսկվայում այս քայլը գնահատում են ոչ բարեկամական։ Կրեմլի ղեկավարը հայտարարել է, որ նոր սահմանափակումներով Վաշինգտոնը վնասում է ռուս-ամերիկյան հարաբերություններին, որոնք նոր սկսել էին վերականգնվել։ Այո, պատժամիջոցները մեզ համար լուրջ են։ Իհարկե հասկանալի է, որ դրանք որոշակի հետևանքներ կունենան, բայց միևնույն է, էապես չեն ազդի մեր տնտեսական բարեկեցության վրա։ Իսկ ըստ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի, Մոսկվան պատրաստ է շարունակել շփումները, բայց նշում է, որ պատժամիջոցները ոչ միայն խիստ հակաարդյունավետ են, այլև որևէ կերպ չեն նպաստում խաղաղության հաստատմանը։ Մարիա Զախարովայի խոսքով, Ռուսաստանի նպատակներն Ուկրաինայում չեն փոխվել։ Մենք այս քայլը համարում ենք չափազանց հակաարդյունավետ։ Այն վատազդակ է ուկրաինական հակամարտության ղեկավարման շուրջ բանակցություններում էական առաջընթացի հասնելու առումով։ Եվրամիությունն իր հերթին հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթը։ Նոր սահմանափակումներով մինչև 2027 թվականն արգելվելու է հեղուկ բնական գազի ներմուծումը Ռուսաստանից։ Ուկրաինայի նախագահը ողջունել է թե Միացյալ Նահանգների, թե Եվրամիության պատժամիջոցները։ Վլադիմիր Զելենսկիի խոսքով 19-րդ փաթեթի վերաբերյալ որոշումը շատ կարևոր է։ Բայց ամերիկյան պատժամիջոցները եւս շատ կարևոր են։ Սա լավ ազդակ է մյուս երկրների համար միանալու պատժամիջոցներին։ Պետք է շարունակել պատժամիջոցները, մինչև Պուտինը դադարեցնի այս պատերազմը։ Իսկ թե երբ կավարտվի արդեն 4 տարի տևած պատերազմը, Սարգսյանը նշում է։ Դա ամենաբարձրացն է, թե ինչ պիտի լինի, որ պատերազմը ավարտվի, հետո կողմերը կարծես շատ հեռու են։ Չնայած Բուդապեշտում Թրամփի եւ Պուտինի հանդիպումը հետաձգվել է, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ հանդիպման նախապատրաստական աշխատանքները դեռ շարունակվում են։ Անի Աբաղյան, Սվետլանա Պետրոսյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Բաժանորդագրվեք YouTube-ի մեր ալիքին, հետևեք մեզ Facebook-ում, Telegram-ում, Instagram-ում, WhatsApp-ում եւ TikTok-ում կամ այցելեք 3w abcmedia.am պաշտոնական կայք։